Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ճանապարհները փոշոտ էին, արևի ճառագայթները շատ ուժեղ, և այդ մուրացկանը նորից նստած էր ճանապարհի եզրին։ Ամեն անգամ, երբ ոտնաձայներ էր լսում, ձեռքը մեկնում էր դեպի փողոցի կողմը։ Օգնեք ինձ, գումար տվեք։ Որոշ մարդիկ խղճում էին Բարտիմեոսին, իսկ ոմանք էլ արհամարհում։ Մի օր կարծես Երիքովի ամբողջ ժողովուրդը փողոցում լիներ։ Ինչ է կատարվում։ Հիսուսը, Աստծո որդին, գալիս է դեպի այս կողմ, այն մեկը, ով սիրում է բոլորին, բուժում հիվանդներին և նույնիսկ կարող է մահացածին կենդանացնել։ Կույր Բարտիմեոսը լցվեց հույսով. արդյոք Հիսուսը կլսի իրեն, եթե կանչի նրան։ Իր ամբողջ ուժով նա կանչեց նրան, ում չէր կարող տեսնել։ Հիսուս, օգնիր ինձ, ողորմիր ինձ։ Ոմանք լսեցին նրա ձայնը և ծաղրելով հանդիմանեցին կույր մարդուն։ Ձայնդ կտրիր, կորիր այստեղից, թե չէ։ Արդյոք արգելվա՞ծ է Հիսուսին կանչելը։ Ոչ։ Բարտիմեոսը չլսեց մարդկանց, այլ ընդհակառակը, ավելի բարձր սկսեց բղավել։ Տեր Հիսուս, խնդրում եմ, օգնիր ինձ։ Հիսուսը լսում է բոլորին, նա քո աղոթքները նույնպես լսում է։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը կանգնեց ու հրամայեց. Այդ կույր մարդուն ինձ մոտ բերեք։ Ահա Բարտիմեոսը կանգնած էր Աստծո որդու առաջ։ Նա չէր տեսնում նրան, սակայն հանդարտություն և ապահովություն էր զգում նրա ներկայության մեջ։ Նա լսեց Հիսուսի բարեհամբույր ձայնը։ Ինչ ես ուզում որ անեմ։ Բարտիմեոսը կարիք չուներ երկար մտածելու։ Նրա մեծագույն կարիքը դարձավ իր աղոթքը։ Տեր, ուզում եմ տեսնել։ Հիսուսը լսեց նրա կարիքը։ Տես, քանի որ հավատում ես ինձ, կբժշկեմ քեզ։ Հենց այդ պահից Բարտիմեոսը կարող էր ամբողջությամբ տեսնել։ Նրա աչքերը տեսան մեկին, ով լսեց իր աղոթքը ու պատասխանեց իր խնդրանքը։ Նա մեծ ուրախությամբ էր լցված։ Նա շնորհակալություն հայտնեց Հիսուսին և այդ օրվանից ամբողջ սրտով սկսեց հետևել նրան։ Աստվածաշնչում Տերը քեզ ասում է. «Նեղության օրը կանչիր ինձ, ես քեզ կազատեմ, ու դու կփառաբանես ինձ»։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։